Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1450-րդ օրն է։ Անցած գիշերը հերթականն էր օդային հանդիպակաց մարտերի առումով։ Փետրվարի 12-ի գիշերը ռուս զավթիչները Ուկրաինայի վրա հարձակվել են 219 հարվածային դրոններով եւ 25 հրթիռներով։ Հարվածի հիմնական թիրախը Կիևի, Օդեսայի եւ Դնեպրի էներգահամակարգն է, մասնավորապես գեներացիան եւ ենթակայանները։ Այս մասին հայտնել է հենց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա պատմել է, որ թշնամու թիրախների մեծ մասը հաջողվել է չեզոքացնել, բայց ոչ բոլորը։ Գնդակոծության հետևանքով զոհվել են 2 մարդ, եւս 10 վիրավորվել են։ Վնասներ կան Խարկովի, Դոնեցկի, Օդեսայի, Կիևի եւ Խերսոնի մարզերում։ Ձեր էկրաններին լուսանկարն է հենց Օդեսայի մարզից։ Կրամատորսկում թշնամին հարվածել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքին։ Ծանր իրավիճակ էր մայրաքաղաքում, բազմաթիվ տներ մնացել էին առանց ջեռուցման, ասել է Զելենսկին։ Նախագահը ընդգծել է, որ Ուկրաինան պետք է ավելի արագ ստանա հոփրթիռներ, մասնավորապես Պետրիոտ համակարգերի համար։ Ռուսական բալիստիկայի դեմ ամենաարդյունավետը հենց Պետրիոտներն են, եւ այդ համակարգերի համար հրթիռների մատակարարումը անհրաժեշտ է ամեն օր։ Շնորհակալություն բոլոր այն երկրներին, որոնք համալրում են Փարլ ծրագիրը, այն ամենը, ինչ այժմ կա հոբ ծրագրում, պետք է տեղ հասնի ավելի արագ, հավելել է Ուկրաինայի պետության ղեկավարը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հրապարակել են ռուսների օդային հարձակման թվերը։ Փետրվարի 12-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է 24 բալիստիկ Իսկանդեր MS-300 հրթիռներով, 1 Խա-5969 կառավարվող ավիացիոն հրթիռով եւ 219 հարվածային դրոններով, Շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տիպի։ Դրանցից մոտ 150-ը շահեդներ են եղել։ Ըստ նախնական տվյալների, Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել եւ ճնշել 213 օդային թիրախ, 15 բալիստիկ հրթիռ Իսկանդեր MS-300, 1 կառավարվող ավիացիոն հրթիռ Խ-5969 եւ 197 դրոններ։ Արձանագրվել է 9 հրթիռի եւ 19 հարվածային դրոնի հարված 13 վայրերում, ինչպես նաեւ խոցված թիրախների բեկորների անկում 14 վայրերում։ Ռուսական հարձակումը մեր հաղորդման պատրաստման պահին դեռ շարունակվում էր։ Օդային տարածքում կային մի քանի դրոններ։ Կիևում գիշերային համակցված հարձակման հետևանքով եւս մոտ 2600 բազմահարկ շենք մնացել են առանց ջեռուցման։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հավելելով, որ կոմունալ ծառայություններն արդեն աշխատում են ջեռուցումը վերականգնելու ուղղությամբ։ Կիևի մարզի Բրավարիի շրջանում հարձակման հետևանքով տուժել են 2 ձեռնարկությունների արտադրական եւ պահեստային տարածքներ։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժերը հզոր հրթիռային եւ դրոնային հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող կարևոր ռազմական եւ ստրատեգիական թիրախներին։ Փետրվարի 12-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի ռազմավարական օբյեկտներին։ Ըստ նախնական տեղեկությունների, FP5 Ֆլամինգո հրթիռներով ոչնչացվել է Կատլուբանի զինամթերքի պահեստը։ Վոլգոգրադի մարզի բնակիչները հայտնում են, որ առաջին պայթյունները Կատլուբան Ավանի շրջանում հնչել են ժամը գիշերվա 3-ին։ Մի քանի պայթյուն է տեղի ունեցել ռազմական պահեստի ավելի ստույգ Ռուսաստանի գլխավոր հրթիռը հրետանային վարչության արսենալի տարածքում։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության այս պահեստները Ուկրաինայի զինված ուժերի համար կարևորագույն թիրախներից են։ Փետրվարի 12-ին հարվածի տակ է հայտնվել նաև Կոմիի հանրապետության Ուխտա քաղաքի նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է Ուկրաինայի պետական սահմանից 2000 կիլոմետր հեռավորության վրա։ Այս օբյեկտը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի հյուսիսային շրջանները վառելիքով ապահովելու համար։ Թիրախավորվել է Լուկոյլ Ուխտա նեֆտեպերերաբոդկա գործարանը։ Հարվածից հետո արդյունաբերական գոտու վրա բարձրացել է ծխի հսկայական սյուն, որը տեսանելի է եղել մեծ հեռավորությունից, ինչպես միշտ բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ Ձեռնարկությունը մասնագիտացված է նավթի վերամշակման եւ ներքին շուկայի համար վառելիքի արտադրության մեջ։ Տեղական ալիքներում հրապարակված կադրերում ֆիքսվել են ուժեղ ծխապատում եւ հրդեհի նշաններ գործարանի տարածքում, թեև տեղական իշխանությունները դեռ չեն հայտնել վնասների չափի մասին, սակայն հրդեհի եւ պայթյունի բնույթը կարող է վկայել տեխնոլոգիական սարքավորումների կամ պահեստարանների խոցման մասին։ Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի դրոնները հարձակվել են Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի Պրագրես ռազմական գործարանի վրա։ Տամբովի մարզպետ Եվգենի Պերվիշովը հաստատել է, որ այս գիշեր տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները ենթարկվել են դրոնների հարձակման։ Նա հայտնել է Միչուրինսկում վնասված շենքերի մասին։ Քաղաքապետ Մաքսիմ Խառնիկովը հայտարարել է, որ դրոնները վնասել են ենթակառուցվածքային օբյեկտներ,
օբյեկտներ, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Այդ պատճառով Միչուրինսկի դպրոցներում փետրվարի 12-ին դասերը չեղարկվել են։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե փետրվարի 12-ի գիշերը ռուսական հոբ համակարգերը իբր խոցել են 106 ուկրաինական դրոն։ Դե սա սովորական ռուսական հռետորաբանությունն է։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ գրեթե կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Ստուգեք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք։ Կադրերը, ինչպես միշտ, շատ ոգևորիչ են մեր Telegram-ում։ Բրիտանիան 500 միլիոն ֆունտ է հատկացնում Ուկրաինային հոբի համար։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է լրացուցիչ 500 միլիոն ֆունտ ստերլինգի մոտ 680 միլիոն դոլարի հատկացման մասին ուղղված Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացմանը։ Հիլին նաև հաստատել է, որ Բրիտանիան կենտրոնական դեր է խաղալու Արկտիկայում ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության մեջ, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանի պաշտպանունակությունը։ Միևնույն ժամանակ Նիդերլանդները կօգնեն Ուկրաինային F-16-երի համար օդաչուների վերապատրաստման հարցում, ավելի ստույգ Ուկրաինային կփոխանցվեն F-16 ինքնաթիռների սիմուլյատորներ ուկրաինացի օդաչուների ուսուցման համար։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Ինչպես հայտնի է, այսօր փետրվարի 12-ին Բրյուսելում տեղի կունենա Ռամշտայն ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հերթական նիստը։ Բոլոր որոշումների մասին մենք ձեզ նույնպես կտեղեկացնենք։ Վաշինգտոնը բացատրեց, թե ինչ է տալիս Ալիևին Ամերիկայի հետ գործընկերությունը, կատարելով ուշագրավ քայլ Հարավային Կովկասում, մի տարածաշրջանում, որը Ռուսաստանը վաղուց համարում էր իր ազդեցության գոտին։ Ամերիկայի փոխնախագահ Վենսը այս շաբաթ Հայաստանին եւ Ադրբեջանին առաջարկեց առևտրային եւ պաշտպանական մի շարք համաձայնագրեր, որոնք կարող են թույլատրել կախվածությունը Մոսկվայից եւ սահմանափակել հարևան Իրանի ազդեցությունը։ Այս մասին ասվում է Washington Post-ի հրապարակման մեջ, որը նվիրված է Ամերիկայի փոխնախագահի այցին Ադրբեջան եւ Հայաստան։ Բաքու եւ Երևան կատարած այցերի ժամանակ մայրաքաղաքներ, ուր նախկինում երբևէ չէր այցելել Ամերիկայի ոչ մի գործող նախագահ կամ փոխնախագահ, Վենսը հայտարարեց նոր տարանցիկ միջանցքի ծրագրերի մասին, որը պետք է խորհրդային երկաթուղ ու լքված հատվածը վերածի Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարօրության, գրում է Washington Post-ը։ Պարբերականը մանրամասն նկարագրել է այցի բոլոր նյուանսները, նշելով, որ Վաշինգտոնի հետ գործընկերությունը Ադրբեջանին, որն ունի սերտ ռազմավարական կապեր Իսրայելի հետ, թույլ կտա իրեն դիրքավորել որպես արևմուտքի բարեկամ դաշնակից, գտնվելով Ռուսաստանի եւ Իրանի միջև։ Նշվում է, որ Ադրբեջանը ամրապնդում է դիրքերը տարածաշրջանում, օգտագործելով տնտեսական եւ ռազմավարական հնարավորությունները արևմուտքի ու Թուրքիայի հետ կապերը ուժեղացնելու համար։ Սակայն սովորական հաղորդագրությունների հետևում թվում է քողարկված է մնում ստատուս քվոյի խախտումը ոչ միայն Ռուսաստանի եւ Իրանի, այլև Թուրքիայի նկատմամբ, որի տիրակալ Էրդողանը Թուրքիան համարում է արևմուտքի գլխավոր դաշնակիցը եւ կատաղի պայքարում է ամեն ինչի դեմ, ինչը կարող է ստվեր գցել Թուրքիայի այդ կերպարի վրա։ Փաստացի մտնելով Հարավային Կովկասի տարածաշրջան, Թրամփը պառակտում է մտցնում Էրդողանի եւ Ալիևի միջև։ Հետաքրքիր է կկարողանա Ալիևը զսպել իր հավակնությունները, չէ՞ որ Ադրբեջանի վիճակը, չնայած լրատվամիջոցների հոխորտանքներին, լավագույններից չէ եւ տնտեսական ու քաղաքական դժվարությունները ծածկելու համար քարոզչությունը կարճում է երբեմն առանձին նարատիվներից, որոնք ըստ իշխանությունների կարող են փոխհատուցել կամ հավասարակշռել բացասական երևույթները։ Իսկ բացասական երևույթները քիչ չեն։ Վենսի Ադրբեջան կատարած այցի արդյունքները ցույց տվեցին, որ չնայած Բաքվի համառ քարոզչությանը այժմ իրականում ոչինչ տեղից չի շարժվել, իսկ Եվրոմիության նոր էներգետիկ ռազմավարությունը մեծ հարցականի տակ է դնում Ալիևի ռեժիմի բոլոր տարանցիկ հույսերը։ Երեկվա եւ նախորդ օրվա եթերներում ես արդեն ներկայացրել եմ որոշ մանրամասներ, այսօր կփորձեմ լրացնել պատկերը։ Ադրբեջանի բոլոր տարանցիկ հավակնությունները կապված էին կամ Չինաստանի հետ, ինչը ինքնին անհնար է իրականացնել Թրամփի ճանապարհով, կամ Կենտրոնական Ասիայի էներգապաշարների հետ, որոնք նախատեսվում էր Ադրբեջանի, հնարավոր է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջոցով մատակարարել դեպի Եվրոպա։ Սակայն, ինչպես արդեն ասացի, Եվրոմիության նոր էներգետիկ ռազմավարությունը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը գրեթե ամբողջությամբ փակում են Ադրբեջանի տարանցիկ ներուժի նոր հնարավորությունների պատուհանը։ Երեկ չառաջին
Նախորդ օրը եթերում ես արդեն պատմել եմ, թե որ միջանցքն է այսօր ավելի շատ հետաքրքրում Եվրոպական միությանը, դա Հնդկաստանից դեպի Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայել եւ այնուհետեւ ծովով դեպի Եվրամիություն ձգվող միջանցքն է, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, բոլոր միջանցքները, թե Թրամփի ճանապարհը, թե Հնդկաստան-Իսրայել-Եվրոպա միջանցքները մուլտիմոդալ են։ Եվրոպայի հրաժարումը ռուսական էներգակիրներից ստիպում է Եվրամիությանը փնտրել այլընտրանքներ, որոնք արդեն գտնված են։ Դրանց մասին ես ձեզ պատմել եմ հունվարյան իմ թողարկումների ժամանակ։ Եվրոպական հեռանկարներից դուրս են մնացել Թուրքիայի էներգետիկ հաբ դառնալու հավակնությունները, Բրյուսելի շեշտադրումը տեղափոխվել է դեպի Աֆրիկա, Ամերիկա, Իսրայել, Հունաստան եւ Կիպրոս, չնայած Թուրքիային գործընկերության նոր դեր էր առաջարկում Եվրամիությունը, բայց իհարկե Էրդողանը այլ բաներ ուզում։ Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային, հաշվի առնելով լոգիստիկ սահմանափակումներին եւ Կասպյան երթուղիների համար առկա պատժամիջոցային ռիսկերին, Եվրամիության ռազմավարությունը փոխվում է արագ փոխարինումից խողովակաշարային գազով դեպի երկարաժամկետ գործընկերություն եւ Կենտրոնական Ասիայի ներքին էներգաինտեգրման աջակցություն։ Եվրամիության ծրագրերը Կենտրոնական Ասիայի մասով փոփոխվում են, առաջին կետով անցում արագ գազից դեպի երկարաժամկետ գործընկերություն, արագ գազ չստացվեց Տրանսկասպյան գազամուղի բացակայության եւ սահմանափակումների պատճառով Եվրամիությունը Կենտրոնական Ասիան չի դիտարկում որպես ռուսական գազի արագ փոխարինող մինչև 27 թվականը, շեշտադրվում է տարածաշրջանի երկրների էներգետիկ անկախության ամրապնդման եւ սեփական ենթակառուցվածքների ստեղծման վրա։ Իրադրության վրա պատժամիջոցների ազդեցությունը մեծ է։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում վրացական նավահանգիստների ներառումը, որոնք օգտագործվում են ռեսուրսների տարանցման համար, դժվարացնում են նավթի տեղափոխումը Կասպից տարածաշրջանից դեպի Եվրամիություն, լոգիստիկան դարձնելով ավելի թանկ եւ ռիսկային։ Եվրամիությունը այս փուլում կենտրոնացած է հեղուկացված բնական գազի LNG մատակարարումների կամ swap գործարքների վրա։ Այսօր սա է հարցի լուծումը։ Չի կարելի ասել, թե Եվրոպան բացառում է նույն Տրանսկասպյան խողովակաշարի հեռանկարը, բայց Եվրամիության նոր էներգառազմավարությունը արդեն հստակեցրել է աղբյուրներն ու մատակարարներին, այնպես որ եթե հետաքրքրությունը պահպանվի Կենտրոնական Ասիայի առումով, ապա միայն հեռավոր ապագայի համար Ռուսաստանի դերի թուլացումը թույլ է տալիս Եվրամիությանը առաջ մղել իր սեփական, այդ թվում բնապահպանական եւ ներդրումային նախագծեր Կենտրոնական Ասիայում։ Ռուսաստանն իր հերթին հապաղում է տարածաշրջանային սեփական էներգանախագծերի իրականացման հարցում, դե հապաղելս որն է, պատերազմի մեջ է խրվել եւ չի կարողանում դուրս գալ։ Եվրամիության նոր էներգառազմավարության իրողությունները սահմանափակում են թուրքական հաբը ռուսական գազի վաճառքի համար օգտագործելու հնարավորությունները։ Արդյունքում Եվրամիության ծրագրերը Կենտրոնական Ասիայում վերափոխվում են դիվերսիֆիկացման երկարաժամկետ ռազմավարության, որտեղ առանցքային գործոնը դառնում է ոչ թե մատակարարումների ակնթարթային ծավալը, այլ Ռուսաստանը շրջանցող անվտանգ լոգիստիկ միջանցքի ստեղծումը։ Այս ֆոնին կարծես թե Եվրամիության համար էներգետիկ հաբի դերի համար երկու խաղացողների Թուրքիայի եւ Իսրայելի պայքարի ելքը կանխորոշված է, եթե Եվրոպան Թուրքիայի համար անցանկալի գործընկեր է Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով վստահության կորստի հետևանքով, ապա Իսրայելը այս դաշտում շատ ավելի ցանկալի խաղացող է։ Ամեն դեպքում Բրյուսելը լիովին չի փակում դռները Կենտրոնական Ասիայի էներգապաշարների առջև, թողնելով հեռանկարներ ապագայի համար, քանի որ աշխարհաքաղաքականությունը թելադրում է պահպանել դիրքերը չինական էքսպանսիոնիզմի դեմ։ Ադրբեջանական նավթի համար վատազդանշաններ են գալիս նաև Վենեսուելայի նկատմամբ Թրամփի քաղաքականության արդյունքում։ Օրերս տեղեկատվություն հայտնվեց դեպի Իսրայել-վենեսուելական նավթի մատակարարումների վերականգնման մասին, թեև լուրը մեղմ ասած ամբողջությամբ ճշգրիտ չէր, սակայն ազդանշանը հստակ էր։ Վենեսուելական նավթը մտնում է տարածաշրջան, իհարկե, հազիվ թե իսպառ դուրս մղի ադրբեջանականին Իսրայելի շուկայից, սակայն երկար դադարից հետո մատակարարումների վերականգնումը կարող է դառնալ ներմուծման դիվերսիֆիկացման այլընտրանք, սա արդեն իսկ մրցակցություն եւ ռիսկեր է ստեղծում Բաքվի նավթի համար, իսկ Բաքվի նավթը գնալով չի ավելանում, այլ պակասում է։ Վենեսուելական նավթի մատակարարումները Մերձավոր Արևելք ցույց են տալիս Վենեսուելայի էներգետիկ քաղաքականության կտրուկ շրջադարձը։ Նախկինում արդյունահանման առյուծի բաժինը ուղղվում էր Չինաստան, այժմ Մադուրոյի հեռացումից հետո նավթային հոսքերը վերաուղղվում են դեպի Ամերիկա, Հնդկաստան, Իսպանիա, իսկ հիմա նաև Իսրայել։ Պետք է ասել, որ ադրբեջանական նավթի որակը ավելի բարձր է, քան վենեսուելականը, եւ ամենտեղ իրենց խնդիրները կան։ Այստեղ հարցը նրանում է, որ եթե առաջ Ադրբեջանն էր հիմնական մատակարարը Իսրայելի, հիմա նորից վենեսուելական նավթ է մտնում տարածաշրջան, ինչը, ինչպես ասացի, մրցակցություն է Բաքվի նավթի համար։ Թրամփի քաղաքականությունը փոխում է հաստատված դասավորությունները, ստեղծելով
նոր ռիսկեր եւ հնարավորություններ տարածաշրջանի երկրների համար, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անհրաժեշտ է ուշադիր հետևել զարգացումներին եւ ջանալ դուրս չմնալ խաղից ոչ միայն Ադրբեջանի տարածքով հնարավոր կամ անհնար միջանցքների հաշվին, այլև փնտրել արևմտյան նախագծերին ինտեգրվելու այլ տարբերակներ։ Իմ եթերների մեջ այդ տարբերակները թվարկվում են։ Պարզապես պետք է ավելի հաճախ շփվել եվրոպական գործընկերների հետ եւ լուծումներ գտնել։ Դե իսկ քանի դեռ Անկարան եւ Թեհրանը միասին փորձում են խուսափել Իրանին հասցվող ամերիկյան հարվածներից, տարածելով սարսափ պատմություններ, թե այդ հարվածները կխախտեն էներգետիկ շուկայի հավասարակշռությունը, ԱՄՆ նավերը շարունակում են կուտակվել տարածաշրջանում։ Դե Էրդողանի շահագրգռվածության մասին ես արդեն խոսել եմ իմ եթերներում, այսօր էլ ասացի, դա տարածաշրջանում արևմուտքի գլխավոր գործընկերոջ իր դերի պաշտպանությունն է, որը Էրդողանը կատաղի պաշտպանում է բոլորից։ Եվ այստեղ ինձ թվում է Ալիևը բացառություն չի դառնա, որովհետև միևնույն է, սեփական շապիկը ավելի մոտ է, քան ընկերոջը։ ԱՄՆ վարչակազմը ուժեղացնում է ճնշման միջոցները Ռուսաստանի առանցքային դաշնակիցների Իրանի եւ Վենեսուելայի նկատմամբ։ Սա ուղղված է այն ռեսուրսների սահմանափակմանը, որոնք Կրեմլին թույլ են տալիս շարունակել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ, այս մասին հայտնում է Fox News-ը։ Ըստ լրատվամիջոցի նյութի, հարվածները, որոնք ուղղված են Պուտինի դաշնակիցների լոգիստիկ եւ ռեսուրսային աջակցությանը, արդեն իսկ ազդում են Մոսկվայի իր ագրեսիան շարունակելու կարողության վրա։ Միաժամանակ Վաշինգտոնը առաջարկում է բանակցությունների հնարավորություն, նշում է Fox News-ը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Բրյուս Կարլսոնը նշել է, որ միջնորդների վրա հարձակումները այս ռազմավարության առանցքային փուլն են։ Նա ընդգծել է, որ Վենեսուելան, Իրանը եւ այսպես կոչված ստվերային նավատորմը Ռուսաստանի համար կարևոր ռեսուրսային ուղիներ են։ Փակելով այս հոսքերը, Ամերիկան նվազեցնում է Կրեմլի տնտեսական ներուժը եւ դժվարացնում մարտական գործողությունների վարումը։ Բացի դաշնակիցների լոգիստիկ ցանցի վրա ազդեցությունից, Վաշինգտոնը Ռուսաստանին առաջարկում է նաև հակամարտությունից դուրս գալու ուղի, այսպես կոչված ոսկե կամուրջ, նախատեսվում է վերադարձ բանակցություններին եւ տնտեսական համագործակցության մասնակի վերականգնման։ Այս պահին Կրեմլը հրաժարվում է ընդունել այս առաջարկը, սակայն վերլուծաբանները կարծում են, որ իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե արդյոք Մոսկվան կընդունի միջազգային ճնշումը եւ կհամաձայնի դիվանագիտական լուծմանը, թե ոչ։ Դե հուսանք Մոսկվայի չընդունելու դեպքում Թրամփը էլ ավելի վճռական քայլեր կձեռնարկի։ Պրոտրամպական մամուլը շատ գեղեցիկ է ներկայացնում իհարկե իրադարձությունները, շատ կուզեինք, որ ամեն ինչ հենց այդպես լիներ։ Դե մեր լսարանը լավ գիտի իմ կարծիքի մասին այս առումով։ Հետևենք իրադարձություններին, ինչ էլ որ անի Թրամփը, մի բան անվիճելի է, նա իրավիճակ է փոխում եւ մենք մեր եթերներով փորձում ենք բոլոր հնարավոր մարտահրավերներն ու հնարավորությունները մատնանշել, որպեսզի մեր հայրենիքը Հայաստանը ճիշտ քայլերի պատկերը զգա, տեսնի։ Համենայն դեպս մեր հայրենակիցներին մեր թիմը իր վերլուծությունը ներկայացնում է օգնելու համար, այլ ամբիցիաներ մենք չունենք, բացի մեր հայրենիքը ուժեղ տեսնելուց։ Հասանք ռազմաճակատի լուրերին։ Անցած օրվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 124 մարտական բախում թշնամու հետ։ Պոկրովսկի ուղղությամբ ուկրաինացի պաշտպանները կասեցրել են օկուպանտների 22 գրոհ։ Այս մասին նշված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում։ Գուլիայպոլիայի ուղղությամբ տեղի ունեցել հակառակորդի 15 հարձակում, Կոնստանտինովկայի ուղղությամբ թշնամին իրականացրել է 9 գրոհ, Սլավյանսկի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանները կանգնեցրել են առաջ շարժվելու ռուսների 12 փորձ, իսկ Լիմանի ուղղությամբ թշնամին հարձակվել է 10 անգամ, փորձելով ներխուժել մեր պաշտպանության մեջ։ Հարավ-Սլոբոժանսկի ուղղությամբ հակառակորդը 9 անգամ է փորձել ճեղքել պաշտպանության բնագծերը, իսկ Հյուսիս-Սլոբոժանսկի, այսինքն Կուրսկի, Բելգրադի եւ Սումիի ուղղություններում գրոհային գործողություններ թշնամին չի ձեռնարկել։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը անցած օրվա ընթացքում ոչնչացրել են եւս 770 ռուս զավթիչ եւ 1689 միավոր թշնամու տեխնիկա եւ սպառազինություն։ Ռուսաստանի Դաշնության բանակի ընդհանուր կորուստները Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն գերազանցել են 1.250.000-ը եւ կազմել 1.250.150 օկուպանտ։ Մեր Telegram-ում տեղադրել ենք բոլոր կադրերը ուկրաինական հարվածների տեսարաններից։ Ինչպես միշտ շատ ոգևորիչ կադրեր ունենք, այսօրվա գիշերվա հարվածները շատ կարևոր եւ տպավորիչ են։
Ինչպես մեր հարվածների շատացման առումով զգում եք, խոցելու հնարավորությունների բալանսը գնալով հավասարակշռվում է, իսկ հաշվի առնելով ուկրաինական խոցումների ռազմական իմաստը, պատերազմը անտանելի ծանր է դառնում Պուտինյան ռեժիմի համար, երբ հավասարակշռության նժարը փոխվի մեր կողմը, ինձ թվում է դժվար չի լինի պատկերացնել Պուտինի վիճակը, իսկ այդ ուղղությամբ մենք իհարկե աշխատում ենք, որոշ բարդություններ մեր համար հետաձգեցին բալանսի պահը, բայց կփորձենք արագ հասնել մեր ուզած ծավալներին։ Շատ չերկարացնեմ եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը, ովքեր դեռ բաժանորդագրված չեն ալիքին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է, իսկ մենք հուսամ կհանդիպենք արդեն վաղը էլ ավելի լավ լուրերով, բարով մնաք։